Ապենայ ուղիղ ասում եմ քեզ։ Գժված մտել եմ տուն, ինչ ասես ասել եմ քեզ։ Նույնն էլ ես։ Բայց չէի կարա չգայի։ Իմ ու կոմերս չի կարա զրույց լինի, այդ խոսակցությունը օդում մնա։ Մենք այդ ընկերները չենք։ Սարիկ դու գիտես, որ Դավոն իմ համար ամեն ինչ է։ Նարն էլ իմ ամեն ինչն է, Լեո։ Ու Դավոն իրան մի քիչ պետքա զուս պայի։ Ես լավ հասկանում եմ, տղեկ ենք։ Հազարոմի հարց ունենք, խնդիր ունենք, ներվայնացած ենք լինում, անտրամադիր ենք լինում, բայց այդ չի նշանակում, որ պետք է իրան տենց պայի։ Քուրս էլ նեղված տուն գա։ Ես իմ քրոջ համար այդ ապագան չեմ տենում։ Սարիկ, իրանք իրար հասկանալու են անցնեն առաջ։ Աստաստա անգերես, բայց ես էլի եմ նկատել, որ վատ է խոսում, բայց չեմ խառնվել, ասել եմ լավ, կանցնի։ Աղբերս նորից եմ ասում, իրանք իրար հասկանալու են անցնեն առաջ։ Աղբերս ես իրոք եմ ասում, Դավոնից ես չեմ ճանաչում, շատ է փոխվել։ Դավոն ինչքան էլ փոխվի, մեկան նույն սրտով բարի տղեն է։ Ու ամեն ինչի պատրաստ է իր ընտանիքի համար։ Իսկ կարող է Դավոյի մասին խոսալուց առաջ, ասենք Դավոյին էլ կանչեի։ Թե դուք տենց երկուսով հարց լուծող տղեկ եք, կարիք չունեք։ Դելի հարց լուծող տղեկ ենք, Դավո։ Երկու ընկեր եկել ենք խոսում ենք, որ իրար հասկանանք։ Դեմ ես։ Մի րոպե էլի, այս լարված վիճակից եկեք դուրս գանք, մտնենք տանը նորմալ խոսանք։ Չստեղ ենք խոսալու։ Այս վերջերս մեր տուն շատ է մարդ-մուրդ մտնում, ու այդ հեչ լավ չի։ Այդ շատերի մեջ ես էլ եմ մտնում, հա։ Ես քո վերջին պահվածքից հետո, հա։ Դավո ջան, վերջ։ Այդ վարկի հետ կապված էլ ես փողը կճարեմ այս քանի օրը ու կփակեմ Նարեյանի վրից էլ կհանեմ։ Ես վարկի մասին բան եմ ասել։ Չես ասել։ Ես եմ ասում, որ հանգարց չմտածես էլ։ Դավո քեզ շատ սխալ ես պահում իմ հանդեպ։ Ես ինձ միշտ ճիշտ եմ պահում։ Արա լավ է ախպեր, չեմ երևում ստեղ, կամ ձայնս չի լսվում։ Դե որ դու քեզ միշտ ճիշտ ես պահում, ում ես խոսակցությունը հենց հիմա փակում ենք։ Ես հաստատ դրա համար չի եկել ստեղ։ Բա ինչի համար է եկել։ Էլեական չի։ Նարեյանից այդ վարկը պետքա շատ արագ դուրս գա։ Ու ինչ չի հետաքրքրում ոնց։ Այդ փողն էլ կբերես ինձ կտաս։ Ես արդեն ասեցի, որ կանեմ, չկասկածես։ Չեմ կասկածում։ Հələ որ համբերատար սպասում եմ։ Հələ որ։ Կարով ես էլ քեզ բան չունեմ ասել։ Լրիվ ուղեղը թափել է։ Գնա կպի գործերիդ, Լեո։ Արա մարդ ես դու թե անասուն։ Ես ինչ ձև ես քեզ։ Անասունը դու ես, արայ լակոտ, գլուխդ կպոկեմ։ Արա վատ ես դու։ Դու ես վատ, արա։ Ինչ ես անում, պապի։ Ես եք ուզում։ Գոհեք, հանգստացեք։ Ես մանկապարտեզա թե տուն։ Տուն չի։ Գոմա, գոմ։ Չխոսաս, հերիք եղավ, կուշտ եմ, սատկացնելու եմ Դավոն, գնաց քիչ չերևաս։ Այդ արծոմին հաց ու ջուր տվեք սովից չսատկի։ Տվել ենք։ Խելոք է իրան պահում։ Շուխուր անում։ Շուխուր անում բերանը ջարդեք չանի։ Այդ հələ չգիտի ում այդ գործ ունի։ Հետս կապ եղեք լավ։ Ոնց ասես։
Երևի մի օր մենք էլ ենք կարողանալու երջանկության մասին վստահ խոսել։ Կարողանալու ենք ուրախանալ։ Չմտածել մահվան, ցավի ու չկատարված երազանքների մասին։ Երևի մի օր մենք էլ ենք արթնանալու ու չմեղադրենք ոչ ոքի։ Խոսենք սիրո, ընտանիքի ու հոգատարության մասին։ Երանի տանք ինքներս մեզ։ Գրկենք նրանց, ում սիրում ենք։ Ու կորցնելու մասին միտք անգամ չունենանք։ Հոգնել եմ սպասելուց։ Հանգստություն եմ ուզում։ Տաք անկյուն եմ ուզում։ Որ էլ չվախենամ։ Չկասկածեմ, չնահանջեմ։ Ժամանակն ենքան արագ է անցնում։ Օրերն առանց իրար հերթ տալու գնում են։ Բայց մենակության դեմ կռիվը չի դադարում։ Այս կյանքը միայն ու միայն գոյամարտի մասին պիտի չլինի։ Ուր մնաց սիրով ապրելն ու վայելելը։ Ժպտալն ու երջանկությունից լաց լինելը։ Տեր, խնդրում եմ, հանգստություն տուր ինձ։ Էլ չեմ կարողանում ապրել։ Ինձ ուժ տուր, որ անգամ պայքարելիս չչարանամ, չվհատվեմ։ Դու ինձ սիրելու ու սիրված լինելու համար ես ստեղծել, ես գիտեմ։ Ուրեմն թույլ տուր, որ կյանքիս միակ նպատակը դա լինի։
Բարև։ Կարոտել էիր։ Վաղուց չեք տեսնել։ Ես մտածում եմ մեռել ես, որ չես երևում։ Այ, չասես հանկարծ, չհուզվես։ Տեսքիդ որ նայում եմ, հասկանում եմ, որ շատ ես տանջվել են մտքից, որ ես մեռել եմ։ Մեռը տանջվելով։ Ոչինչ։ Ես էլ պակաս չտանջվեցի, երբ աղբորդ տողն ազատության մեջ տեսա։ Ինչ անում եմ, քո համար եմ անում։ Չուզեցի քեզ կտրեմ քո միակ հարազատից։ Դու չէիր կարող Արամին հանել։ Ինքը մեղադրվում է քո քրոջ սպանության մեջ։ Իմ քրոջն իրականում դու ես սպանել։ Օգտագործելով Արամին։ Ոնց որ խոստացել էի։ Դու քո փորած փոսում կհայտնվես։ Ու Արամն իր ձեռքով քեզ են աշխարհ կուղարկի։ Ինքան միամիտես ընգելս սրդ հակարդ, Եթե քո թակարդը ընգա, օտարի թակարդը ընգնելը ամոթ բան չի։ Ես ձեզ հարազատներով մենակ եմ թողում։ Պետք լինեմ կկանչեք։ Լավ, ինչի։ Հունան մակունց է սատանայից էլ խորաման կա։ Ինքը ամեն ինչ անելու, ամեն ինչ ասելու է, որ մեզ իրար դեմ անի։ Ցավն էնա, որ մենք երբեք իրար կողքի չենք եղել։ Դու հիմա հունանի լեզվով ես խոսում։ Աբսուրդը գիտես որն է, որ հորս հետ հունանը ավելի մտերիմ է եղել, քան թե քո։ Էդ էլ քեզ ապացույց է։ Հունանը միշտ ամեն ինչ արել է, որ իմ աղբորս միջև կանգնի։ Հիմա էլ ինձ ու քեզ է բաժանում։ Ստերիդ վերջը դու էլի։ Քո նպատակը մեկն է եղել՝ տիրանալ հորս ունեցվածքին, ու քեզ խանգարող համար մեկ բարդիկ եղել ենք ես ու Հունանը։ Որոշել ես հանես իրար դեմ ու երկուսիցս էլ ազատվես։ Ու դու մաքուր դուրս գաս։ Դու հիմա ինձ մակունցի հեքիաթներն ես պատմում։ Բայց ես նրան կուլ չեմ գնալու։ Եթե դու նրան հավատում ես, ուրեմն վերջացրես խոսակցությունը։ Սպանի հոպարիտ։ Դարի Հունանի կիլերը։ Ձենդ։ Հունանը մի նպատակ է ունեցել քեզ բանտից անելով։ Ու դու հիմա իր նպատակը իրականացնում ես։ Ալալա Հունանին։ Ուր։ Ես մի հատ դուրս եմ գալիս գամնում։ Հասկանում եմ, որ դուրս ես գալիս, բայց ուզում եմ իմանամ ուր, եթե իհարկե գաղտնիք չի։ Գաղտնիք չի։ Գնում եմ նոր աշխատանք փնտրելու։ Սենց սիրուն հագու կապով։ Ինչի աշխատանքի հարցազրույցի համար հատուկ հագու կապ կա։ Իսկ որտեղ ես աշխատանք փնտրում։ Կամ ինչ ես ուզում աշխատել ուրիշների մոտ։ Մեր օֆիսներում մեր ձեռքի տակ աշխատի։ Ման, որովհետև ես ուզում եմ կայանամ իմ աշխատանքի մեջ։ Իսկ եթե մեզ մոտ աշխատեմ, դա չի ստացվի։ Եթե հարցաքննությունը ավարտվեց, ես գնամ։ Գնա։
Լեա, վերջին ժամանակներում աչքերդ տարօրինակ փայլում են։ Թավոր։ Հա։ Դե ավելի լավ։ Գրեթե համոզված եմ, որ դուք նորից միասին եք։ Խաբում ես ինձ, Լեա։ Պապի, Բարև աղջիկ, կարելի է ինձ գալ։ համեցի պապի։ Անցի պապի, անցի նստի։ Սուրճ կխմես պապի կամ հաց կուտես։ Չէ, բան չեմ ուզում։ Ուզում եմ նստես, որպեսզի ասեմ են ամեն ինչը քեզ ինչի համար եկել եմ։ Երևի թե կռահում ես ինչի համար եմ եկել։ Մեկ ասի չխառնում եմ ձեր կյանքին։ Վերջին հաշվով հասուն մարդիկ եք։ Ինքներդ գլուխ կհանեք ձեր գործերից։ Բայց տեսնում եմ, որ չէ, ձեր սայլը տեղից չի շարժում։ Պապի, ես ու Դավոն իրար չենք հասկանում։ Այդ մինչև հիմա հասկանում էիք, հիմա այդ ինչ եղավ, որ սկսեցիք չհասկանալ, հա? Դե այն պահից այդ հասկացա, երբ նկատեցի, որ Դավոն իրա եսը ամեն ինչից վեր ա դասում։ Ինքը չափից շատ պարտավորություններ է իրա վրա վերցրել, ու հիմա այդ ծանրությունից խեղդվում է արդեն։ Այդ ամեն ինչը աղջիկ ջան, իրա մանկությունից եկած բարդույթներից է, որովհետև ինքը փոքր տարիքից հասկացել է ու իրա վրա է վերցրել, որ ինքը ամեն ինչ պետք է անի, որ իր ընտանիքը լավ ապրի, որ իր ընտանիքը երբեք խնդիրներ չունենա։ Դավիթը այդպիսին է, ինչ անեմ։ Պապի, բայց ախր ժամանակն է, չէ, որ անցյալը բաց թողնի, չվախենա իր խնդիրները ուրիշի հետ կիսելուց։ Չնայած ինչ եմ ասում, ես ուրիշ չեմ, չէ, պապի, ինքը ինձ ա ընտրել, ու հիմա առաջին անհաջողությունից չպիտի ախր թողներ ու հեռանար։ Ինչ ասեմ, իմ թորն է, բայց պիտի խոստովանեմ, որ դե մի քիչ բան է։ Էշի համառություն, էշի պես կողին գնող է։ Այ պապի։ Եվ նույն ժամանակ չեմ կարող չխոստովանել, որ Դավիթային երիտասարդներից է, որի նմանը հիմա շատ քիչ կա, ամեն ինչի համար պատասխանատու։ Գիտեմ, պապի, գիտեմ։ Դե որ գիտես, խնդրում եմ քեզ, թույլ մի տուր, որ ձեր գեղեցիկ սերը կործանվի։ Պապի, ես քեզ շատ եմ սիրում ու հարգում, բայց ես արդեն հոգնել եմ Դավիթի կապրիզներից։ Եթե ես հիմա հաշտության առաջին քայլը անեմ, մեկը ինքը չի փոխվելու, պապի, ինքը նույնն է մնալու։ Տանը մնալու վատնել ես դա էլի, դուրը բացի, հաց սարքի։ Արդեն ինքնուրույն քայլում ես։ Այո, ինչպես տեսնում ես, արդեն քայլում եմ ինքնուրույն։ Ուրախ եմ քո համար։ Բայց խի մենակ իմ համար, քո համար ուրախ եղի։ Ինձ թվում է, այս վիճակս որ տեսնում ես, արդեն մոտը ցանկություն կառաջանա իմ մոտ վերադառնաս։ Լսի, դու քանդեցիր մեր ընտանիքը, հիմա էլ նենց ես խոսում, ոնց որ ես եմ մեղավոր կամ կուզեի, որ անվասայլակին գանված լինեիր։
Այ մանան ջան, չես զգում ինձնից բարձր ես խոսում, այդ հանգստացի։ Չէիր ուզում լսեիր, չգայիր։ Հալով հասկացանք երիքա լեզվիդ տաս։ Գնա ուրեմն։ Ուրեմն ես այդ անտեր կալյասկից հելնեմ, միանգամից գամ քո մոտ առաջին քայլերով ես ինքնուրույն դու սենց քեզ պահես։ Եկար, տեսա, ուրախացա, հիմա կարաս գնաս ու կյանքդ շարունակես Մաշի հետ։ Այդ աղջիկը այդքան տանջվեց, հասավ մոտդ Գերմանիա, ինչ-որ ձև պիտի փոխհատուցես, թե չէ։ Մանան թարգի մի հատ։ Լիսի, բայց իրականում ինչ-որ շատ անարդար է, որ առաջինը իմ մոտ ես եկել, իրականում առաջինը իրա մոտ պետք է գնայիր։ Չնայած ինչի եմ առանց իմանալ խոսում, կարող է հենց իրա մոտ էլ գնացել ես։ Ինչ իմանամ իրականությունը ընդհանրապես որն է։ Կարոտել էի քեզ շատ։ Լսի մի հարց ունեմ, բայց չգիտեմ ում ուղղեմ, որ պատասխանը ստանամ։ Իսկ դու հարցրու։ Ինչի ենք մենք գաղտնի հանդիպում Լեա։ Բայց խոստացել էիր, չէ՞ որ հարցախեղտ չես անելու։ Քո կարծիքով հիմա հարցախեղտ եմ անում։ Լեո, եթե մերոնք իմանան, որ հանդիպում ենք, նորից ամեն ինչ անելու են, որ բաժանվենք։ Փաստորեն խոստովանում ես, որ ձերոնք են մեր բաժանման պատճառը։ Ես առանց քեզ չեմ կարող։ Բայց քո հետ էլ չեմ կարա, որովհետև Պատճառը որն է Լեա, որի մեջ չես կարա։ սիրում եմ քեզ։ Բայց ուզում եմ մենակ իմ սիրով առաջնորդվեմ։ Ոչ մի հարց, ոչ մի ճնշում չլինի Լեո։ Շատ տարօրինակ ես քեզ պահում Լեա։ Բայց ոչինչ։ Ժամանակը կգա, ամեն ինչ պարզ կդառնա։ Կգաս մարտս այսօր նայես։ Չեմ կարող։ Որովհետև պապան ներկա է լինելու, իսկ իմ գալը մեծ աղմուկ կբարձրացնի։ Բայց շատ կոգևորեիր ինձ։ Թող Աստված քո հետ լինի։ Ստացվեց զրույցը։ Չէ, չխոստովանեց, որ մեղավոր է։ Ինչի չսպանացիր։ Դե ասում եմ, ապացույցներ չունեմ, ոնց սպանեմ։ Քեզ ավելի ինչ ապացույց է պետք։ Դե անձամբ լսեմ իրանից են, այն ինչ որ դու ես ինձ ասել։ Ուրեմն այտենց մինչև վերջել այդ ապացույցներին սպասելով կմնաս։ Որովհետև հոպարդ են տականքն է, որ մինչև վերջ խաղում է։ Ես չեմ կարող մարդուն կյանքից զրկեմ առանց ինչ-որ փաստերի։ Բայց քրոջը զրկեցիր կյանքից։ Դե ոչ միտումնավոր։ Բայց դա կապ չունի։ Հիմա ինչի ինձ չես սպանում։ Մի բան էլ բանտից ազատես էր։ Հորդ հիշատակը հարգելով չթողեցի, որ դու փետ ես բանտում։ Բայց հոպարիտ պարագայում նույնը չեմ կարող անեմ։ Կամ դու կպատժես դրան, կամ ես։ Այսօր ում ես խանգարում է։ Դավիթն է։ Չեմ հարցնում այդ հարամշինը պատիլն է էլի։ Գնա Գրիշ, գնա էլի։ Հալավ ցեն չեմ անում խոսա։ Փորձել ես խոսացել ես։ Հա։ Հա, Դավ։ Հեռախոսը չէիր գտնում, թե շատ զբաղված էիր։ Բաղնիքում էի։ Լվացք մվացք է։ Մի հատ ասա ինչ բերեմ, տուն եմ գալիս։ Բան պետք չի։ Ահա, չէ, պետք է։ Եթե կարես հետը ձմերուկ բեր։ Լավ, կբերեմ։ Բայց եթե դու բան հիշես, զանգի ասեմ։ Լսի, ինչ ես հիմարի պես ժպտում, գնա, քանի Դավիթը չի եկել։ Որ ագահություն մի արա, էլի ես էլ եմ ուզում ձմերուկ ուտեմ, սպասի գա ծանեք եղան։ Վայ Գրիշ ջան, գնա։ Չուդու վայրեն ինչ է, շեմ կարան ոտի վրա կային, ինչ ես հելում։ Գնա ուրեմն։ Լավ, այդ հարստամ ճիշտ ասա գնամ։ Այդ ձմերուկը ինա դու ուզիր, որ երկար մնաք չէ, իրար այդ ուշացնի այդ աղբերդ։ Քո պատճառով Դավիթին ստիպված եղա խաբեմ։ Գնա։ Լավ, կել մետ հասկանանք մեր մյուս հանդիպման տեղն ու ժամը ու ես գնում եմ։ Հանդիպում չի լինելու։ Գնա։
Նորից աշխատանքի ես վերադառնալու։ Հա։ Ինչ որ տեղ ունենք գնալու։ Այսօր չէ։ Գիտես, ճիշտն ասած զարմացա, որ ինձ ընդմիջմանը հրավիրեցիր հաց ուտելու։ Համել ինչ նկատի ունես ասելով այսօր չէ։ Ինչ որ ժամանակ, ինչ որ տեղ ունենք գնալու։ Հա։ Խորհրդավոր ես քեզ պահում։ Մարտից հետո Մոսկվա ենք վերադառնալու։ Ուրախ չես։ Ես սպասում էի, որ ուրախությունից վեր կթռնես։ Դե, ճիշտն ասած այնքան պայքարեցի, որ վերադառնանք, արդեն մի տեսակ հոգնեցի։ Ուզում ես մնանք։ Չէ։ Եթե ուզում ես գնանք, կգնանք։ Ուղղակի շատ տանջվեցինք այստեղ տուն գտնելու, աշխատանքի տեղավորվելու, մի խոսքով ինտեգրվելու հարցում, բայց եթե ուզում ես գնանք, կգնանք։ Եթե Լեոյի հոպարի փաստն է քեզ տեղ պահում, դու կարաս մնաս։ Արի չշարունակենք, հա, երբ ասես գնում ենք։ Այս ինչ շոկ է։ Կրակը թափում։ Մանան։ Մանան։ Մանա։ Մանան։ Հա, դա։ Լավ ես։ Հա, լավ եմ։ Գնացեք նստեք, հեսա բերեմ։ Շոկից ախորժակս փախել է, չեմ ուզում։ Բայց դու հաստատ լավ ես, Մանան։ Ինչ որ տեսքդ այդքան էլ լավ չի։ Լավ եմ, ուղղակի Լեոյի մարտով պայմանավորված մի քիչ անհանգիստ եմ։ Դե Լեոյի մարտով մենք բոլորս անհանգիստ ենք։ Բայց հաստատ մենակ է դա։ Էլի եմ ասում, տեսքդ այն չի։ Ինչի, ինչա որ։ Մանան, դու մենակ ֆիզիկապես ես տեղ։ Մի ժամը ձեր եմ տալիս չես լսում։ Լվիճակդ նայի։ Բարի օր երեխեք։ Բաբ դու ուր էիր։ Այսօր գործի չէիր։ Գնացել էի Նարեի հետ հանդիպման։ Ինչի էր գնացել Նարեին տենալու, բաբի։ Ձեր հարաբերությունները վերականգնելու փորձեր էի անում։ Ինչի ես գնացել Նարեի հետ հանդիպան առանց ինձ հարցնելու։ Որտեւ քեզանից հույսս կտրել եմ։ Քո համառությամբ դու քեզ դժբախտացում ես, իսկ դա ինձ դուր չի գալիս։ Պապի ջան, կլինի իմ որոշումները հարգեք առհասարակ։ Իսկ ում է պետք քո որոշումը, եթե այդ քեզ դժբախտացնելու է։ Վայ մանան ջան, ավելի, արի գոնե դու ինձ մի փորձի սիրային հարցերով ինչ որ խորհուրդ տաս։ Դու հաստատ շատ վատ խորհրդատու ես։ Դու էլ բաբ ջան, քո տեղը մի ցածրացրու, մի գնա իրենց հետ հանդիպման, որ հետո հանկարծ ինձ չմտածեն, էլի ես եմ քեզ խնդրել որ գնաս իրենց տենաս։ Երկուստ էլ էշի պես համառեք, հետո կզղջակ, բայց ուշալ լինելու դավո։ Բաբ ջան, հենց այս պահին իմ համար ամենակարևորը Լեոյի կռիվն է, ուրիշ բան ինձ չի հետաքրքրում։ Սիրտս ցավում է, որ մտածում եմ երկուսով այսօր ռինգում իրար դեմ են լինելու։ Դե լավ, ոչինչ, բաբ, մենք եկանք հենց ամենասկզբին։ Ի սկզբանե Վովան հենց դրա համար էլ եկել էր Հայաստան, նորմալ է։ Բայց հարազատի պես են դարձել արդեն։ Ոնց են իրար որպես հակառակորդ ընկալելու։ Նենց անհանգիստ եմ։ Երկուսն էլ շատ հարազատ են, չգիտեմ ինչ անելու։ Այնքան հարազատ են, որ անգամ չգիտեմ ում կողմից եմ ներկա լինելու։ Ես էլ չեմ կարող բացատրեմ զգացածս։
օգնեցին, շնորհակալ։ Ախ, մամ մենակ թող ցավը տանում, մի ձևում էլի գոտի վրա մնա։ Կներես, ուրախությունից գլուխս կորցրել եմ, ասա պատմի տեսնեմ ոնց եղավ։ Դե ես իմ մամ ջան այսօր ստացվեց էլի մոտս, նա քայլելով եկե հասել եմ ստեղ։ Դե հա ձեռնափայտով քայլում էիր, բայց հիմա քո ոտքով ես եկել։ Ճիշտ ես մամ ջան, բայց այսօր ստացվեց, ինչ կարամ ասեմ։ Ես գիտեի, որ քայլելու ես։ Գիտեի, որ վերադառնալու ես քո նախկին կյանքին։ Դե հա, բայց մնում է նախկին կյանքի սխալների վրա սովորենք մամ ջան։ Էլ ով գիտի, հորդ ասել ես, հաստատ չես ասել, թե չէ այստեղ կլիներ։ Հա, պապան չգիտի, մենակ մանանը գիտի։ Գոնե ուրախացավ։ Երևի այդ մենակ ինքը կիմանա։ Ասայինը։ Ինչ ես անում։ Ճանապարհին եմ, ինչ է եղել։ Կարող ես գալ ինձ մոտ։ Ինչի համար։ Անակնկալ է սպասվում։ Իսկ կլինի այդ անակնկալը երեկոյան տանը մատուցես։ Չէ, չի լինի, հիմա ու այստեղ։ Թե չէ հետո կզղջես։ Լավ։ Անկախ ամեն ինչից մարդը իր դեմքը չկորցնի։ Տաջան, պիտի միշտ քո բարձրության վրա մնաս։ Չմոռանաս արժանիքներիդ մասին։ Համաձայն եմ, պապի ճիշտ ես ասում։ Վովան էլ մեր ընտանիքից չի, բայց հրաշալի մարդկային արժեքներ ունի։ Զգացել ես դու այսօր ինչ-որ Վովայի գովքն ես անում առավոտից։ Այո, մենք բոլորս էլ գիտենք, որ Վովան լավ մարդ է։ Դրա համար էլ այսքան խոսում ենք։ Լեոն շատ մարդեր է ունեցել, բայց ոչ մեկից առաջ երեխեք այսքան ոչ հուզվել եմ, ոչ էլ այսքան խոսել։ Այդ նրանից է, որ դարել էր մեր տան անդամը։ Բայց հենց առաջին ինքն էլ ուրացավ այդ ամեն ինչը։ Լավ, վերջ։ Պետք չեն խոսում։ Հասներդ գերեք։ Պապի ասում եմ կարող է դուք մանանի հետ մնաք տանը չգաք մարտին։ Լավ, հասկացա, կներես, սխալ բան ասեցի։ Ավոս, բարիախորժակ թակավոր, արա ես գրիլյանն էլ չլներ սոված կմնա ինքը, առանցքին տղամարդն էլ մի բան չի, կամ էլ չէ, շատ էլ լավ է, ավելի լավ է սենց, քան թե Էռնայի նման հոգեկանի ու Ռոզիի նման հիստերիկի հետ, այն Օլգան չեմ կողմնորոշում, պետք չի, Ջան, վայ չուտողին, այ սենց եմ սիրում, կարգին սնվեմ, այսօր պատմական օր է, ռինգ են մտնելու Ռաֆիս տղերքը, հա, իրար էդ բո են տալու, տեսնենք վերջը ինչ ա լինելու։ Լեա, այնքան վատ եմ ինձ գում, որ չկարողացա պապին ընդառաջ գնամ։ Ախր բայց մենակ ուզելը քիչ հա, չէ։ Դավոն էլ պետք է ինչ-որ քայլեր աներ, որ մեր հարաբերությունները ուզենար վերականգներ։ Նար, արի մի հատ պարզ բան հասկանանք։ Եթե Դավիթը չուզեր, պապին երբեք քո հետ խոսալու չէր գա։ Հա, Լեա, բայց պապին ա եկել, չէ, ոչ թե Դավիթը։ Չէ, ոնց հասկանում եմ, շատ մարտական ես տրամադրված։ Լեա, ես այնքան եմ հոգնել Դավոյի ծանր բնավորությունից։ Ես մտածում էի կկարողանամ իրան փոխեմ, կկարողանամ իրան հասկացնեմ, որ եթե մենք միասին ենք, ուրեմն դժվարություններից միասին դուրս կգանք, որ առաջին անհաջողության դեպքում չպիտի թողնի ու հեռանա ու մեղավորներ փնտրի։ Դե նար,
Չեմ կարա չխոստովանեմ, որ Սարգսյան եղբայրների հետ շատ դժվար է։ Այսօր գիտես Լեոյի Վովայի մարդն է, գալու ես։ Չեմ կարա գամ, որովհետև papan այնտեղ է լինելու։ Ու եթե անկեղծ իմ համար այդքան էլ նորմալ չի, որ Լեոն ու Վովան են մրցելու։ Հա, բայց եթե դուք նորից սկսել եք հանդիպել, ինչ կա էլ մտածելու։ Կարես հանգիստ գաս։ Չէ, նոր չեմ կարա։ Չեմ կարա, որովհետև մերոնք չգիտեն, որ ես նորից սկսել եմ Լեոյի հետ հանդիպել։ Իսկ ես տենց էլ չհասկացա, գիտես, ձեր բաժանման պատճառը ո՞րն էր։ Ինչի տենց վարվեցիր Լեոյի հետ։ Հիմա ոչինչ բանի մասին չեմ մտածում, նար։ Ուղղակի իր հետ եմ։ Ուղղակի սիրում եմ։ Լեա ճիշտ անկերուհիս ես, բայց ես քեզնից գլուխ չեմ հանում։ Իմացի, բայց ես գնալու եմ մարտնայելու։ Եթե ուզես գաս, ինձ տեղյակ պահի, լավ։ Իսկ ինչ ես մտածում, որ այնտեղ կարող է Դավիթին տեսնես։ Թե հենց այդ նպատակով ես գնում։ Դու լավ կներես։ Լեա, ես ուղղակի աղբորես հետ գնում եմ մարտնայելու։ Այդքան բան։ Մտածում ես ճիշտ էր քո ստեղ լինելը։ Հա, որ Դավոն չմտածեր, որ իրա պատճառով չեմ եկել։ Պապ, նստի։ Բայց չեմ ուզում։ Ճիշտ է, լարված եմ, բայց չեմ ուզում նստեմ։